հայկական այսպես կոչված իշխանությունները ամբողջովին ուզում են հանձնել Զանգեզուրի այդ տարածքը։ Նա շատ խոսքեր է ասում, բայց հասկանալի է, որ նա մատը մատին չի շարժելու, եթե ամբողջ ոչ միայն Սյունիքը, այլ նաև Հայաստանը անցնի դառնա Արևմտյան Ադրբեջան վիլայեթ։ Ռուսները այսօր դատելով պաշտոնական իրենց ներկայացուցիչների հայտարարություններից բավական ճիշտ են գնահատում եւ հասկանում ով է Փաշինյանը, ինչ նպատակներով են այստեղ, ով են նրան դրել այստեղ։ Ձեզ իրավունք TV-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք քաղաքագետ Գագիկ Հարությունյանին։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք էլ ենք անչափ շնորհակալ մեր տաղավար հյուրընկալվելու համար։ Պարոն Հարությունյան, թերևս սկսելով տարածաշրջանում առկա ներկայիս իրավիճակներից, կխնդրեի, որպեսզի մի փոքր նախ սկսեինք անդրադառնայիք Իրանի հետ կապված թեմային։ Իրանի արտաքին գործերի նախարարը Հայաստան այցելեց, ինչպիսի սպասելիքներ կարող ենք ունենալ այս ամենից։ Գիտեք, ինչ շատ բարդ հարց է, որովհետև Իրանը քաղաքակրթություն է, պետություն է, որը երբեք չի շտապում որևիցե մի գործողություններ կատարելու համար։ Նա հիմա ամբողջովին ընկալված է Իսրայելի հետ այդ հակասությունների, հարաբերությունների ոլորտում, ինչպես գիտենք, խուսիտների հետ է, նա աջակցում է խուսիտներին, որոնք կրակ են բացում ամերիկյան նավատորմի նավերի վրա, պատասխան հարվածներ են ստանում։ Եվ որքան ես եմ հասկանում Իրանի, այսպես ասած, արտաքին քաղաքականությունը, նրանք անչափ զգուշ են եւ հաշվենկատ։ Եվ դա նրանց անվտանգության գերարժեքներից առաջինն է թերևս, որովհետեւ միշտ շատ այսպես հաշվենկատ են գործում։ Ես կարծում եմ, որ ուղղակի դա Եվս մեկ անգամ հիշեցում էր Հայաստանին, որպեսզի նրանք խուսափեն անսպասելի ոչ տրամաբանված քայլերից եւ այլն, եւ հատկապես խնդիրը վերաբերում է այսպես կոչված Զանգեզուրյան այդ կոմունիկացիայի մասին, որը երբեմն միջանցք են անվանում, ճանապարհ են անվանում։ Ակնհայտ է, որ հայկական այսպես կոչված իշխանությունները ամբողջովին ուզում են հանձնել Զանգեզուրի այդ տարածքը, որովհետև ասում են, որ մենք չենք հսկելու ինչ են տանում, ինչ են բերում Զանգեզուրի այդ ճանապարհով, եւ դա նշանակում է փաստորեն հանձնել Զանգեզուրը ինչ որտեղ, որովհետև այդ բոլորը չի կարելի նկատել, տեսնել, մտածել միայն այսպես ասած ապրանքաշրջանառության տեսանկյունից մենք գիտենք, որ ադրբեջանական ուրեմն ցանկությունները գնում են Արևմտյան Ադրբեջան հիմնելու ուղղությամբ եւ ասեմ, որ դա բավական լուրջ նախագիծ է, արդեն խոսում են 300,000-ի չափ անդադ ավելանում է թիվը մարդկանց, որ պետք է վերադառնան նաև Հայաստան, եւ դա նշանակում է, որ հանձնել Զանգեզուրը մասնավորապես, այսպես ասեմ, նաև Զանգեզուրը Ադրբեջանին, որովհետև նախկինում ամենամեծ տոկոսը ադրբեջանցիների հենց Զանգեզուրում էր։ Դե ժամանակին Դավիթ Բեկի ժամանակ եւ այլն բոլորից մաքրել էին, բայց ինչ որ բան մնացել էր։ Այնպես որ սա է հիմնական իմաստը, նա դիվանագիտական քայլեր է կատարում, հայտարարություններ է անում Իրանը, միևնույն ժամանակ միակ սուբյեկտը, որը կարող է ինչ որ չափով մասնակցել եւ թույլ չտալ այդ ծրագիրը իրագործվի, դա մնում է Ռուսաստանը։
Ռուսաստանը տարբերություն Իրանի մի, այսպես ասած, կրեդո ունի, դա մենք չունենք դաշնակիցներ, մենք ունենք բանակ եւ նավատոր։ Այդ դաշնակիցներն առաջի, ուսներն ասում են արմեի ոտ։ Եվ նրանք են, որ կարող են ինչ-որ ձևով խաթարել այդ ծրագրերը, որովհետեւ եւ հաճախ ասում են այ քանի որ ունի որոշակի շահեր եւ այլն, անշուշտ ունի շահեր, անշուշտ։ Միևնույն ժամանակ դա միայն շահերը չեն։ Հայ ռուսական հարաբերությունները նաեւ քաղաքակրթական բովանդակություն ունեն։ Հիշենք, որ արքայադուստր Աննան էր, որ տվեց քրիստոնեությունը ռուսներին եւ Կոստանդինոպոլիսի շուրջ հավաքված բյուզանդական այդ միությունը, որը մինչև դեռ 3-4 տարի առաջ գործում էր մի շատ լավ հասարակական կազմակերպություն, որը կոչվում էր բյուզանդական ժառանգություն, որտեղ հավաքված էին ռուսները, հույները եւ հայերը, որտեղ այդ եռանկյունին Մոսկվա, Կոստանդինոպոլիս, Աթենք, Երևան, եռանկյունից պես ստացվում է, դա շատ կարևոր քաղաքակրթական հասկացողություն է եւ միավոր է։ Եվ իզուր չի, որ վերջերս Հունաստանում շատ մեծ շարժում սկսվեց նորից, չնայած նրանց իշխանությունների բացական մոտեցումներին, այս խնդիրներին, որ Կոստանդինոպոլիսը շուտով Ստամբուլը նորից վերածվելու է Կոստանդինոպոլիսի եւ հույները նույնպես ապրում են այդ գաղափարով, ամենայնիվս նրանց ազգային մտավոր մասը այդ ազգի։ Ուզում եմ ասել, որ հիմնականում սա ինչ վերաբերում է։ Իսկ պարոն Հարությունյան, նաև Ֆրանսիայի դեսպանը օրերս գրառում էր կատարել այն մասին, իբրև թե Սյունիքը Հայաստանի անկախտելի մասն է։ Ինչ էր ուզում սրանով ասել եւ արդյոք այս հարցականի տակ, այսպես ասած, դրված, թե սա գլոբալ է։ Գիտեք ինչ, այսօր ամեն ինչ որ ասում է Մակրոնը, հանրային, ուրեմն միջազգային հանրության մասնագետները ոչ մեծ լրջությամբ են մոտենում։ Այ մի ժամանակ նա ասում էր, որ ձենք կուարկեմ, մենք դեր կողքին կանգնած ենք, այո, նա ունի նաև որոշակի խնդիրներ Ադրբեջանի հետ։ Եվ նույն ժամանակ շատ կապված է Ադրբեջանի հետ առևտրական եւ այլն խնդիրներով։ Այնպես որ այն ինչ որ ասում է Մակրոնը, ես որպես կանոն աշխատում եմ ինչ-որ ձևի չմեկնաբանել, որովհետև դրանք խոսքեր են։ Նա շատ խոսքեր է ասում, բայց հասկանալի է, որ նա մատին չի շարժելու, եթե ամբողջ ոչ միայն Սյունիքը, այլ նաև Հայաստանը անցնի դառնա Արևմտյան Ադրբեջան վիլայեթ։ Այնպես որ եկեք ֆրանսիական կողմից հնչեցրած կոնկրետ ղեկավարի կողմից հնչեցրած հայտարարություններին փոքր վերապահումով մոտենանք, եւ սա ուղղակի գեղեցիկ խոսքեր են, որ նա սիրում է ասել։ Ընդհանրապես ես այդպես եմ կարծում։ Եվ լուրջ չեմ մոտենում, որովհետեւ դա ոչ թե խոստանում է, որ երբեք չի դառնա Ադրբեջան, ուղղակի հայտարարում է էլեմենտար փաստ, այո, դա զանգեզուրը Հայաստան է եւ վերջ, ուրիշ ինչ։ Իսկ ով է կասկածում դրանում։ Զանգեզուրը, որ ընդհանրապես հայկական ինքնիշխանության, ինքնուրույնության պատերազմների պայքարի օրրանն է եղել Դավիթ Բեկը եւ փորձեմ փոքր անհամեջ ձևով հիշեցնել, որ նա հոգևոր առաջնորդը Դավիթ Բեկի մոտ տերհարությունն էր։ Եվ մեր ցեղը գալիս է այդ տերհարությունից։ Եվ մենք չենք կարծում, որ կարելի է հանձնել Զանգեզուրը որևիցե մեկին։ Անգամ ես իմ այսպես հասակը ունենալով, դոչիզի տասած շատ լինելով, փափուկ ասած չեմ դիմանա դրան եւ կգնամ ինչ-որ մի բան անելու, անգամ ձեռքով ոտքով էլ ինչպես ասում են։
Այնպես որ այդպես մոտենանք Մակրոնի խոսիչներին։ Իդեպ պարոն Հարությունյան, Եվրամիության անդամակցության համար նախագիծն արդեն երկրորդ ընթերցմամբ, այսպես ասած, ազգային ժողովում պետք է քննարկվի, որն իդեպ բավականին ակտիվ փուլում է այս պահին գտնվում։ Կխնդրեմ, որպեսզի ձեր կարծիքն հնչեցնենք այն մասին, թե ինչ է սպասվում այս ամենից եւ ինչպիսի ակնկալիքներ կարելի է ունենալ։ Գիտեք ինչ, այն ամենը ինչ որ կատարվում է այս իշխանությունների օրոք Հայաստանում, Թուրքիա որևէ մի տրամաբանական ուրեմն հիմքից, որի շուրջը կարելի է խոսել, թե ինչ է սպասվում։ Ոչինչ չի սպասվում եւ չի լինելու։ Չի լինելու։ Այ քանի տարի է Վրաստանը սպասում Եվրոմիության անդամ եւ շատ այսպես պարտաճանաչ ամեն ինչ կատարում էր, ինքնուրույն էր շատ Ռուսաստանի հետ, բայց հարաբերությունները, այսինքն ուներ բոլոր կարծես թե հատկանիշները լինելու Եվրոպական միության անդամ, բայց դա ձեռնտու չի Եվրոպական միությանը, առաջին եւ երկրորդ այսօր իրենք Եվրոպական միությունը կազմալուծման այսպես վտանգների մեջ են գտնվում, որովհետեւ այ մենք տեսանք, որ նրանք բավական ակտիվ պայքարում են Տրամպի դեմ, պայքարում են, որպեսզի նաև խաղաղություն կնքվի Ուկրաինայում։ Այս բոլորը հետաքրքիր զարգացումներ են եւ այ մի բան եմ ուզում հիշեցնել, այսպես ասացվածք ֆրանսիական, նրանք ասում էին հետեւյալը, որ միայն բարձր մակարդակի մարդիկ են, որոնք իրենց շրջապատում են բարձր մակարդակի մարդկանցով, արդեն առաջի կարգի մարդիկ աշխատում են իրենց շրջապատել երկրորդ կարգի մարդկանցով եւ այդպես շարունակ։ Օրինակ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյան կոչված է իրեն շրջապատում է 4-րդ, 5-րդ կարգի մարդկանցով, լինելով ինքը 3-րդ կարգի անձնավորություն, 3-րդ մակարդակի։ Այնպես որ առայժմ թող հիմա եվրոպացիները մտածեն ինչ անեն իրենք, որովհետև սեփական ռազմական ուժերը բավական սակավ են, չնայած Մակրոնը խոստանում է անձևանոց ստեղծել միջուկային Եվրոպայի վրա։ Նրանց առաջնորդը այսօր փաստորեն հանդիսանում են Մեծ Բրիտանիան է հանդիսանում, եւ դա առանձին խոսակցություն է, որովհետև հայ գուցե մի փոքր շեղվում են դեր հարցից, բայց որպեսզի հասկանանք այս իրողությունները, մինչև վերջերս Բրիտանիան համարվում էր անգլոսաքսերի ղեկավարը։ Անգամ իրենք ունեին այսպիսի ասացվածք, որ հայ ամենամեծ երկիրը անգլոսաքսերի դրանք Միացյալ Նահանգներն են, դրանք հսկայական նավատորմ ունեն, ավիակիրներ եւ այլն, բայց արչեվից այդ մեծ նավատորմի գնում է մի փոքր բրիտանական ռազմական նավակ, որը եւ առաջնորդում է այդ մեծ արմադան, մեծ նավատորմը։ Այսօր դրա իրողությունը փոխվել է, որովհետեւ այդպիսի իր կարգավիճակ ունեն բրիտանացիները իրենց շնորհիվ, որտեղ օրինակի համար ասեմ, որ 19-րդ դարի սկզբին բրիտանիական ուրեմն այդ կղզում ապրում էր մոտ 9 միլիոն մարդ։ Հետագայում նրանք գրավեցին տասնյակ երկրներ։ Եվ մի հետաքրքիր բան, եւ հիմա նրանց ուրեմն համախառն ներքին արտադրանքը անգլոսաքսոնների մոտավորապես կազմում է աշխարհի համախառն արտադրանքի մոտավորապես 28-29%, այսինքն լինելով բավական քիչ 9%-ի չափ են մարդկության իրենց թվականակով մարդկային, նրանք ընդհանրապես դիրապետում են ամեն ինչի եւ իհարկե իշնորհիվ առաջին հերթին Միացյալ Նահանգների։ Եվ իրենց մոտ անգլիացիների մոտ բրիտանացի Լոնդոնը, այսպես ասենք, տեղի է ունեցել այսպես դեգրադացիա բավական։
Եթե նրանք երկար տարիներ նրանց այդ ուժի հնչումն էր 2-3 բանի վրա էր հիմնված, շատ խելոք եւ կազմակերպված էին, խիստ հարգում էին ավանդույթները եւ այսպեսի մի կանոն կա, որ դեր խոնարհծարան է մտել, այսպես շրջանառության մեջ հետևում էին իդեոլոգիական գաղափարախոսական տրիադայի օրենքներին, իրենք գլխատեցին իրենց կառուցին, թագավորին ժամանակին, բայց հետո նորից վերականգնեցին թագավորությունը։ Եվ դրանց հետ կային նաև կոնսերվատորներ, որոնք ուրեմն պահպանում էին այդ հին ավանդույթները եւ կային նաև լիբերալներ, լեյբորիստների, որոնք սոցիալիստական, լեյբորիստական այդ բոլոր բաները իրենց մեջ խտացնում էին։ Հիմա եթե նկատում ենք 1000-ից մեկը քիշի ինչ կանոն ունի Բրիտանիայի պրեմիերը, անգամ ես հաճախ մոռանում եմ, առաջ գոնե Բորիս Ջոնսոնին գիտեինք, հիմա էդ էլ անգամ չկա։ Նրանք մոտ նույնպես ինչպես եվրոպական բոլորին, կամ Եվրոմիության խնդիրներին, տեղի ունեցել խոշոր դեգրադացիա։ Այսինքն այսպես կոչված նեոլիբերալիզմը վերածվել է նեոֆաշիզմի յուրահատուկ։ Եվ ովքեր որ խախտում են այդ օրենքները նեոլիբերալիզմի, վերաբերվում դա սեռերի խնդիրներին, սեքսուալ ուրեմն տրամադրություններին եւ այլն, ուրեմն համարվում է ամենամեծ ուրեմն սխալը, որ մարդ կարող է անել իր կյանքում։ Եվ դա դեգրադացնում է հասարակությունը։ Այսօր փաստորեն Թրամփի հեղափոխությունից հետո, դա հեղափոխություն եմ անվանում, Բայդենից հետո Թրամփը փորձում է վերականգնել անգլոսաքսոնյան այդ էությունը, ինքն աշխատասեր, փողասեր եւ ստեղծագործ ազգ, որը միևնույն ժամանակ շատ դաժան ազգ։ Այդ նկատեք, բոլոր այդ երկրները, որ նվաճել են անգլոսաքսերը, բրիտանացիները, որևիցե մի տեղում տեղական աբորիգենները փաստացի իրավաբանորեն գոյություն չունեն։ Այդ կայսրությունների տարբերությունն է։ Ռուսաստանը լինելով աշխարհի ամենամեծ երկիրը տարածքով, այնտեղ ապրում են տասնյակ ազգեր, որոնք ունեն իրենց հանրապետությունները եւ այլն, իրենց դրոշը, պարլամենտը եւ այլն, այսինքն ոչ մեկին չեն վերացել։ Հետաքրքիր է, որ Յակուտիայում, որ կարծես թե միշտ զբաղվել են իրենց այդ հյուսիսում տարբեր ստառույթներով, ջուներով եւ այլն, լույս են տեսնում գիտական ամսագրեր, որոնք այսօր Հայաստանում էլ չկան արդեն։ Մաթեմատիկայի, ֆիզիկայի վերաբերյալ։ Եվ դա բերում է դեգրադացիայի։ Եվ անգլոսաքսերը այսօր դեգրադացվել են եւ միակ ուժը, որ այսօր կարող է վերականգնել անգլոսաքսոնյան հզորությունը, դա մնում է Թրամփը, որը ես անվանում եմ հեղափոխական, որովհետեւ աշխարհի հնայի մոտավորապես 25%-ը տալիս է հենց Միացյալ Նահանգները։ Եվ միևնույն ժամանակ անգլիացիները, բրիտանացիները համարում են, որ իրենք միշտ պետք է ղեկավարեն։ Դրա համար այսօր կա հակասություններ։ Առաջին անգամ պատմության մեջ Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Տեսնենք ինչով կավարտվի այդ բոլորը, այնպես որ Եվրոպան այնտեղը չի, որ պիտի գնանք, առավելևս դա մեզ նաեւ ասել են, որտեղ եթե գնանք մենք վերացնենք Եվրասիական միության հետ հարաբերությունները, որը շնորհիվ մենք միակ աղբյուրն է, միակ հանգամանքն է, որը թույլ է տալիս դեռ գոյատևել հայ ազգին։ Իսկ պարոն Հարությունյան, անդրադառնալով նաև մի փոքր հարևան պետություններին, մասնավորապես Թուրքիային, այսօր մենք տեսնում ենք, թե նրա ներսում ինչ է կատարվում, եւ ըստ այդ կատարված իրողությունների արդյոք կարելի է ենթադրել, որ իշխանափոխություն կարող է տեղի ունենալ, թե ոչ, եւ դա ինչպիսի անդրադարձ կարող է թողնել Հայաստանի վրա։ Գիտեք ինչ, ցանկացած խժդրություն Թուրքիայում մեծ անշուշտ ձեռնտու է, եթե կարողանանք օգտվել։ Շատ հետաքրքիր բաներ են կատարվում, որտեղ մի կողմից
դեռ որ նայում ես բողոքող մարդկանց, նրանց ձևերը, ապա սկսում ես կասկածել, որ սա հերթական գունավոր հեղափոխությունն է, որովհետև բոլոր այդ մեթոդները, որ կիրառվում են նույն օրինակ այսօր Հարավսլավիայում եւ Հայաստանում էլ մենք ակնատեսիան, այնտեղ կիրառվում են։ Հիշենք նաեւ մեկ այլ բան։ Գունավոր հեղափոխություններ կազմակերպողները, բողոքականներն, այսպես ասենք, մի շատ մեծ կապեր են ունեցել Իսրայելի հետ, եւ ոչ թե Իսրայելի հետ որպես պետություն միայն, այլ նաեւ հրեական, այսպես կոչված ստորգետնյա պետության հետ, այսինքն այն ուժերի հետ, որոնք կարողանում են որոշակի մանիպուլյացիաներով հասնել իրենց ցանկությունների։ Հիշենք, որ Իսրայելը մի 2 ամիս առաջ, եթե չեմ սխալվում, շատ ռազմատենչ հայտարարություններ կատարեց Թուրքիայի դեմ։ Ինչու՞մն է խնդիրը։ Թուրքիան դեմս Ռեջեփ Էրդոգանի ունի շատ ազգային լիդեր։ Եկեք անկեղծ լինենք։ Լիդեր, որը ուզում է միացնել բոլոր թուրանական թուրքական ազգերը։ Դա ամբողջ մեծ մերձավոր արևելքն է, այսպես կոչված Ղազախստանով եւ այլն, Թուրքմենիայով։ Եվ Իսրայելը դրան դեմ է։ Եվ ինչու՞մն է խնդիրն, էլի, Իսրայելի դիրքորոշումը։ Թուրքիան համարում է այդ ներք ծածուկ ստորգետնյա իշխանության կծան շունը։ Այսինքն նա չունի որևիցե արգելքներ, ինչ որ քայլեր կատարելու, այդ տեսնում ենք ինչ են անում, հա, նույն Սիրիայում գենոցիդ է գնում, հա, եւ այլն։ Խոսքը գնում է նրա մասին, որ Էրդոգանը եւ նրա նմանները, այդ գաղափարախոսության գրողները բացառված չի, որ կարողանան արդեն բավական միավորել են միմյանց, կապերը շատ ուժեղացել են։ Ու բացառությամբ Տաջիկստանի, որը Իրանի, այսպես ասած, դաշնակիցն է, եւ նրանք փորձում են համ զսպել այդ շարժումը, ամեն ունենալ իրենց փայը, կոպիտ ասած, իրենց մասը։ Եվ այսպեսի տարօրինակ իրավիճակ է, որ Էրդողանի մի կողմից բարի ցանկություններ են լսվում Միացյալ Նահանգներից եւ մյուս կողմից Իմամօղլուն դրական բաներ են խոսում Եվրոպայում, այնպես որ տարբեր մոտեցումներ կան, ինչպես նաեւ այդ հակասությունները Միացյալ Նահանգներ, Եվրոպա եւ այլն, այստեղ իրեն լավագույնս ցուցաբերում է։ Մենք պետք է աշխատենք օգտվել այդ հանգամանքից, բայց ով օգտվի եւ ինչպես օգտվի, դա հայտնի չի։ Եվ ի վերջին հարցս, եթե թույլ կտաք, պարոն Հարությունյան, նաև խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ դեռևս մայիսի 9-ին, հա, Մոսկվայում նախատեսված հայրենական մեծ պատերազմ տարած հաղթանակի 80-ամյակի արդիվ Փաշինյանը եւս այնտեղ մասնակցելու է։ Ինչպիսի քաղաքական հետևանքներ դա կարող է թողնել Հայաստան եւ Ռուսաստան հարաբերությունների վրա։ Գիտեք ինչ, ես նոր ասացի, որ ռուսները ունեն երկու դաշնակից, հա, իրենց նավատորմը եւ բանակը։ Ռուսները այսօր դատելով պաշտոնական իրենց ներկայացուցիչների հայտարարություններից բավական ճիշտ են գնահատում եւ հասկանում ով է Փաշինյանը, ինչ նպատակներով են այստեղ, ով են նրան դրել այստեղ։ Եվ միևնույն ժամանակ ռուսները շատ թույլ են փափուկ քաղաքականություն կոչված խնդրում։ Ինչով է դա պայմանավորված։ Այ փափուկ քաղաքականության այսպես ասած ղեկավարները անգլոսաքսերն են, հրեաներն են, նրանք չեն կարողանում շատ ստոր բաներ մտածել։ Ես դա ասում եմ որպես մարդ, որը մոտ 8 տարի սովորել է Մոսկվայում, ասպիրանտուրայում եւ այլն, եւ իմ ղեկավարներից մեկը Նոբելյան մրցանակակիր էր,
Հա։ Եվ նրանք չգիտեն ինչպես դա անեն, այդ փափուկ ուժը։ Այդ մեթոդներին չեն տիրապետում։ Այդ տեսնենք ինչ կլինի նույն Գյումրիում, հա, ընտրությունների ժամանակ, որտեղ կարծես թե պետք է որ հաղթանակ մենք տեսնենք, կարծես թե տեսնենք Աստված։ Նույնպես որ նրանք քրավիր են, կասեն, կգա, կգնա, որովհետեւ լուրջ բան չի լինելու այդ վիզիտը, ոչինչ չի տալու, դա ուղղակի Նիկոլի հերթական ստրկատիվ ստրուկ լինելու, այսպես բարդույթն է, որը նա գնալու է այնտեղ շնորհավորի եւ այլն, ներսից ատելով այդ ամեն ինչը, ռուսներին, նրանց հաղթանակը, բնավանդ հիմա, երբ որ ռուսները մի փոքր սիմվոլիկա բաներին, ավանդույթներին հետևելով, փորձում են մայիսի 9-ին նաեւ տոնել հաղթանակ Ուկրաինայում։ Իզուր չի, որ հաճախ հնչում է, որ ապրիլի 20-ին, 30-ին, ուրեմն կնքվելու է այդ պայմանագիր Ուկրաինայի հետ, որը ենթադրում է տարածքների վերցնումը Ռուսաստանի կողմից, իսկ այդ պատերազմը Ուկրաինայում, դա էլ պետք է մենք լավ հասկանանք։ Դա նույն պատերազմն է, ինչ որ մենք վարում էինք Ղարաբաղում 90-ական թվականներին։ Դրանք ազատագրում են ռուսներին, որտեղ ամեն ինչը այնտեղ ուրեմն փակել են, չեն թողում խոսել, չեն թողում կարդալ, մոտ 15 միլիոն գիրք են այրել։ Անկամ այն խեղճ Վիսոտկին, որը լավ երգում էր, բոլորը շատ սիրում էինք, վերցեցին Օդեսայում նրա արձանն էլ քանդեցին, չեմ ասում մնացած ուրեմն Պուշկիններ եւ այլն բողոքներ։ Այնպես որ հա կգնա, բայց դա ոչինչ չնշանակող ուրեմն բան է լինելու, ակցիա է լինելու, ոչինչ չի փոխելու։ Որտեղ ով է Նիկոլը, այսօր երևի ճիշտ է շատ մտածող երեխաներ լավ հասկանում ով է Նիկոլը։ Այնպես որ կարծում եմ, որ ես համարում եմ, որ այսօր կա 3 շատ խելոք նախագահ, երկրի ղեկավար, դա Չինաստանի Սինցիպինն է, Պուտինն է եւ Թրամփը։ Եվ այս եռա բևեռ նոր աշխարհում փառք Աստծո նրանք կարողանալու են ինչ-որ մի կարգ ու կանոն մտցնել, դա Աստված։ Շատ լավ, պարոն Հարությունյան, անչափ շնորհակալ ենք ձեզ բավական հետաքրքիր միշտ հարցազրույցի համար։ Իջեցնեմ, որ տաղավարում այսօր իմ զրուցակիցներ քաղաքագետ Գագիկ Հարությունյանն է։ Տեսություն։